Բարև ձեզ, այսօր արդարադատության ինդեքս հաղորդաշարի 4-րդ հաղորդումն է։ Այսօր խոսելու ենք մի գործի մասին, որ ըստ փաստաբանի Թմրանյութի մաքսանենգության համար կիրառվել է չափազանց խիստ պատիժ։ Չինաստանի քաղաքացի Սուն Յինգջունը անձնական օգտագործման նպատակով Թմրանյութ տեղափոխելու համար դատապարտվել է 5.5 տարի ազատազրկման։ Պարոն Սարդարյան, խնդրում եմ ներկայացրեք գործի հանգամանքները։ Բարև ձեզ, Սեյդա ջան, շնորհակալություն։ Գործի հանգամանքները հետևյալն է, Չինաստանի քաղաքացին Դուբայից որոշել է մեկնի Երևան եւ իր անձնական օգտագործման թմրանյութն է ունեցել հետը 0.34 գրամ մետամֆետամին։ Մեր օրենսդրությամբ 0.34 գրամը համարվում է խոշոր չափ, քանի որ մետամֆետամինը դա ասվում է որոշակի վտանգավորություն ունեցող թմրանյութի, այսինքն այն օգտագործողը իր առողջությանը ավելի շատ է վնաս պատճառում, քան օրինակ մարիխուանա օգտագործողը։ Եվ 0.34 գրամը, պատկերացնում եք, չէ՞ դա ինչքան փոքր քանակ է, արդեն համարվում է խոշոր չափ, եւ այս Չինաստանի քաղաքացուն մեր դատարանները դատապարտել են 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Գործով մենք չենք ներկայացրել, այլ փաստաբաններ են եղել թե Արաչիայցյանում, թե Վերաքննիչ դատարանում, բայց դա էական չի։ Չինաստանի քաղաքացին ներողություն է խնդրել Հայաստանի դատարաններից, ասել է, որ որոշակի կյանքի դժվարություններով պայմանավորված է ինքը սկսել թմրանյութ օգտագործել։ Եվ դատարանը արձանագրել է, այսինքն դատարանը չէ, հենց դատախազությունը մեղադրանքը տանելուց, քննիչը մեղադրանքը ձևակերպելուց աներկբա գրել են, որ այս Չինաստանի քաղաքացին այդ թմրանյութը իր անձնական օգտագործման համար է պահել եւ տեղափոխել։ Չնայած նրան, որ ինքը խնդրել է մեղմ վերաբերվել այս անձին 5 տարի 6 ամիս ազատազրկում է տվել Հայաստանի դատարանը, ամենայն դեպս Արաչիայցյանն ու Վերաքննիչը, եւ մենք գտնում ենք, որ սա չափազանց խիստ պատիժ է, որովհետեւ անձը որքանով էլ Հայաստանի սահմանը հատելիս լինի, իր նպատակը Հայաստանին վնաս տալը չի, ու երբ որ մենք արձանագրում ենք, որ իր նպատակը իր օգտագործումն է, պաշտպանվող օբյեկտը նույն այդ չինացու առողջությունն է մեր օրենսդրությամբ։ Այսինքն մենք այդ չինացու առողջությունը պաշտպանելու համար իրան 5.5 տարի Հայաստանի բերդում ենք պահում, ասում ենք, գիտես ինչ, քո առողջությանը, քանի որ լավ չես նայում, ուզում ես թմրանյութ օգտագործեիր, 5.5 տարի մեր բերդում ապրի։ Հետո էլ արտաքսման որոշում է կայացվել, այսինքն 5.5 տարի պետք է Հայաստանի բերդում ապրի, հետո պետք է արտահանձնեն արտասահման, իմ կարծիքով սա շատ խիստ պատիժ է, արտառոց խիստ։ Կան արդյոք նմանատիպ գործերի վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկա եւ սովորաբար ինչ պատիժներ են կիրառվում։ Շնորհակալություն Սեյդա ջան, տեսեք, քանի որ մաքսանենգության դեպքում եթե թմրանյութի քանակը խոշոր չափ է տալիս 5 տարուց սկսում է մեր քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը, մեր դատարանները որպես կանոն տալիս են պայմանական պատիժ, այսինքն եթե մաքսանենգություն է, բայց անձնական օգտագործման համար է, այսինքն դատավորը, որը մտածում է անձի իրավունքների մասին, մտածում է, որ այդ մարդու կյանքից է կտրում, հա, եթե դու տալիս ես անձի ազատության սահմանափակման վերաբերյալ դատականակ, դու պետք է վստահ լինես դրա կարևորության, դրա անհրաժեշտության մասին։ Մեր օրենսդրությունը ասում է, որ երկու հիմնական գործոններ կան պատիժ նշանակելուց։ Մեկը դա անձի ուղղվելն է, այսինքն դու այդ պատիժը տալիս ես, որ իրան ուղես, վերասոցիալացնես, վերադարձնես սոցիում։ Եվ երկրորդ նպատակը դա սոցիալական արդարության վերականգնումը։ Այսինքն կա տուժող կողմ, կա տուժողի իրավունքներ, եւ այդ տուժողի իրավունքների տեսակետից նույնպես պետք է արդարությունը պահպանվի, արդարացի լինի պատիժը։ Եվ տվյալ դեպքում պրակտիկան զարգանում է, որ պետք է պայմանական տրվի, մենք բազմաթիվ գործեր ենք գտել եւ նույնիսկ վճռաբեկ բողոքը մենք ենք գրել, վճռաբեկ բողոքում ցույց ենք տվել, որ իրարամերժ դատական պրակտիկա է, երկակի դատական պրակտիկա է, պայմանական է տրվում որպես կանոն, երբ որ արձանագրվում է անձնական օգտագործումը, ամենայն դեպս մեր գտած գործերով, որոնք մինչև վճռաբեկ հասել են, վարույթ չի ընդունվել, եւ այս Չինաստանի քաղաքացու նկատմամբ մեկ էլ դրել ռեալ պատիժ եք տվել 5.5 տարի։
Պարոն Սարդարյան, իսկ հնարավոր է, որ տվյալ դեպքում խտրական վերաբերմունք է ցուցաբերվել Չինաստանի քաղաքացու նկատմամբ եւ օրինակ Հայաստանի քաղաքացու նկատմամբ ավելի մեղմ պատիժ կկիրառվեր։ Իհարկե նման տպավորություն նույնպես ստեղծվում է, որտեղ մեր գտած գործերը, որ կարողացել ենք համանման հանգամանքներով գտնել, բոլորը եղել են Հայաստանի քաղաքացիներ եւ տվյալ դեպքում, երբ որ համեմատում ենք, տարբերակիչ հատկանիշը այն է, որ տվյալ գործով Չինաստանի քաղաքացի է եւ ազգությամբ չինացի։ Եվ նման մտավախություն կա, որ գիտեք ոնց, երբ որ տեսնում են հայը իր օգտագործման թմրանյութով ինչ-որ երկրից եկել է Հայաստան, երևի դատավորները ավելի գթասրտորեն են մոտենում, որովհետև տեսնում են նրա ընտանիքը, նրա երեխաներին անչափահաս, նրա ծնողներին, հա, եւ այլն։ Բայց Չինացու դեպքում չեն տեսնում, որ մի ընտանիք էլ այնտեղ Չինաստանում է, անչափահաս երեխաները Չինաստանում են, ծնողները հիվանդ Չինաստանում են, հա, սա օրինակի համար եմ բերում։ Եվ այդ մարդասիրության սկզբունքը այն աշխանի լավ չի աշխատում։ Տվյալ դեպքում մենք ունենում ենք խտրականության դրսևորում, որը թե սահմանադրությամբ, թե մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով արգելված է։ Այո, շատ ճիշտ եք նկատում, այստեղ մենք նույնպես խտրականություն տեսնում ենք։ Իսկ ընդհանուր առմամբ ինչ ռեսուրսներ է ծախսելու Հայաստանի Հանրապետությունը տվյալ մարդուն 5.5 տարի Հայաստանի Հանրապետության բանտում պահելու ընթացքում։ Շատ լավ հարց եք տալիս, տեսեք, սովորաբար տարին 5 միլիոն դրամ է նստում Հայաստանի Հանրապետության վրա, այսինքն 5.5 տարին դա դառնալու է 27.5 միլիոն դրամ մոտավորապես Հայաստանի Հանրապետությունը գումար է ծախսելու, այսինքն հարկատուները հարկ են վճարելու, որ այս Չինաստանի քաղաքացին անպայման Հայաստանում ազատազրկումը կրի, այն պայմաններում, որ նույն ակտով սահմանված է, որ պատիժը կրելուց հետո ինքը 10 տարով վտարվելու է Հայաստանից։ Հիմա չենք կարա միանգամից վտարենք Հայաստանից, համ այդ մարդու նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերենք, վերջապես ազատությունը իր չխլենք իրանից, նման արարքի համար, որը միայն իր առողջության դեմ ուղղված փաստացի, եւ երկրորդը մեր ռեսուրսները այդքան չծախսենք, այսինքն համ դաժան չլինենք, համ անմարդկային չլինենք, համ ֆինանսական առումով մեր միջոցների նկատմամբ ավելի գրագետ վերաբերվենք։ Իսկ պարոն Սարդարյան, այլ դեպքերից տեղյակ եք, որ նմանատիպ խիստ պատիժներ են կիրառվել Հայաստանի դատարաններում։ Սեդա ջան, ընդհանրապես մեր դատարաններում շատ են լինում դեպքեր, որ խիստ պատիժներ է կիրառվում, որոնք անհամաչափ են։ Ճիշտ է, այս չինացու դեպքը առավել ցայտուն դեպք է, որովհետև որ նայում ես օգտագործման թմրանյութ ու 5.5 տարի որևէ տրամաբանության մեջ չի մտնում, էլի։ Մենք թմրանյութ օգտագործելու համար ընդհանրապես տուգանք ենք նախատեսում։ Մենք արձանագրում ենք, որ անձի օգտագործման թմրանյութն է, բայց մեկ է որոշակի հանգամանքներով պայմանավորված դառնում է 5.5 տարի ժամկետով ազատազրկում, բայց կան դեպքեր, որ այո, ես գտնում եմ, որ շատ անհամաչափ են պատիժները, օրինակ զինվորական գործերով են շատ լինում նման դեպքեր, զինվորական գործերով առավել եւս երբ որ պատերազմի հետ կապված է, ամենափոքր արարքը պատիժը սկսում է 5 տարուց։ Օրինակ մենք այս վերջերս իմացանք այդ գործով մենք չենք ներկայացրել ուրեմն 7 զինվորի նկատմամբ, որոնք պատերազմի ժամանակ փախուստի են դիմել, վերաքննիչ դատարանը կիրառել է ռեալ պատիժ 5 տարի ժամկետով ազատազրկում է տվել։ Հիմա ես հասկանում եմ նաև, որ գիտեք ինչ պատերազմի ժամանակ փախուստի չի կարելի դիմել։ Քո պետության անվտանգությունն է, դու այդ ժամանակ պիտի պատրաստ լինես կյանքդ զոհես, որպեսզի քո գործառույթը իրականացնես։ Բայց մենք նաև ունենք որոշակի իրավիճակ, երբ որ այդ անձը հանրային վտանգավոր այլևս չի։ Ինչով է պայմանավորված այդ վիճակը։ Պատերազմը 2020 թվականին է ավարտվել։ Անձին ռեալ ազատազրկումը տվել են 25 թվականի վերջ։ Այսինքն արդեն իսկ այնքան ուշացված է, որ իր նպատակը կորած է այդ պատժը։ Երկրորդը մենք ցավոք պետք է հասկանանք, որ այդ պատերազմի ժամանակ մի իրավիճակ է առաջացել, որ տագնապի մթնոլորտ է անկել։ Շատ վատ բան է եղել, դրա դեմ պետք է պայքարել, բայց եթե մենք տեսնում ենք այդ երևույթը, դնենք հիմա հարյուրավոր կամ հազարավոր անձանց ռեալ պատիժների դատապարտենք, անչափահաս երեխաներ ունեն, հիվանդություններ ունեն եւ այլն, մենք կրկին չեմ տեսնում այստեղ այն նպատակը իրավաչափ, որը հետապնդվում է։
շատ մշուշոտ եւ կասկածելի է, որ դատարանները կարող են դրան հասնել, գրեթե անհնար, բայց դաժանության առումով կարծում եմ անմարդկային է ստացվում նման պատիժները զինվորական գործերով նման իրավիճակներում։ Շատ լավ, իսկ գուցե Չինաստանի քաղաքացու դեպքում խնդիրը նաև այն է, որ ապօրինի սահմանը հատելու մեջ է խնդիրը, որ դատարանը որոշել է ավելի խիստ պատիժ կիրառել։ Դե իրականում ապօրինի սահմանահատումն է, որ օրենքով նախատեսված այդ հոդվածը խստացնում է եւ դառնում է 5 տարուց սկսած։ Հիմա մետամֆետամինը իր տեսակով է վտանգավոր, դրա համար 0.34 գրամը մեր օրենսդիրը դասել է ծանրի տակ, այնտեղ դասիչը, եթե չեմ սխալվում, 0.25 գրամից ավել է համարվում է խոշոր չափ։ Եվ այս դասիչի տակ ընկնելով փաստացի մենք ունեցել ենք մի իրավիճակ, որ օրենքով նախատեսված պատժաչափը սկսել է 5 տարուց։ Բայց ես գտնում եմ, որ դատարանը նման իրավիճակում անձի հիմնարար իրավունքը չխախտելու համար, այսինքն անհամաչափ պատիժ չտալու համար պետք է սահմանադրությամբ ղեկավարվի։ Մենք սահմանադրությամբ նորմ ունենք, որը ուղիղ կարգավորում է տալի, ասում է պատիժը պետք է լինի համաչափ կատարված արարքին եւ այն կատարող անձի հանրային վտանգավորությանը։ Տվյալ հոդվածի ուղիղ գործադրման սկզբունքով դատարանը պետք է տվյալ իրավիճակում պատժատեսակը փոխեր, օրինակ տուգանք տար, խոշոր տուգանք տար, ասենք մի քանի միլիոն, թող այդ անձը այդ գումարի հարցը կարգավորեր, վճարեր Հայաստանի Հանրապետության բյուջե, որ սրանից հետո Հայաստան ժամանելուց որևէ արտասահմանցում մտքով չանցներ իր օգտագործման թմրանյութը իր հետ բերել։ Հա, եթե ուզում ես թմրանյութի գործածումը շարունակես, ուրեմն մի արի Հայաստան, մենք շատ խիստ ենք վերաբերվում դրան, օրինակ հասկանալի է պետության ազդակը։ Այդ դեպքում մենք ոչ թե մեր ռեսուրսները կծախսենք 27.5 միլիոն եւ անձի նկատմամբ աննկարագրելի դաժան կլինեինք 5.5 տարի տալով, այդ անձին կխնդրեինք, այսինքն այդ պատժով կստիպեինք վճարել պետական բյուջե միջոցներ, չգիտեմ 2 միլիոն, 5 միլիոն օրինակի համար։ Եվ դրանից հետո օրինակ նրա դեպորտը դեպի այլ երկրներ Հայաստանից 10 տարով արտաքսումը իրականացվեր, կլիներ տրամաբանական, արդար եւ շահավետ։ Իսկ երբ անձը ընդունում է իր մեղքը եւ համագործակցում նախաքննության ընթացքում, այդ դեպքում չի մեղվում նրա պատիժը։ Դե հենց այս գործի առանձնահատկություններից մեկը այդ է, որ մեղքը ամբողջությամբ ընդունել ենք եւ զղջացել է, ներողություն ա խնդրել Հայաստանից, դատարանում լացել է, ու չգիտեմ հույզերի տակ ա եղել, ինչի տակ ա եղել, դե ինքը Հայաստանի դատարանում արդեն քանի ամիս Հայաստանի բերդում ա ապրել եւ անձը ով չգիտի հայերեն լեզուն Հայաստանի բերդում ապրելը դա առանձնակի դաժանություն է, որտեվ ինչքան է մեր քրեակատարողական հիմնարկի աշխատողները փորձում են մարդը սիրական լինել եւ այդ առումով իրոք մեր բերդը լավն է, այսինքն չգիտեմ, եթե ուզենա գրադարան գնա, բան մի ձև բացատրի կտանը, բայց այդ գրադարանում ինքը իր համար հասանելի լեզվով գիրք դժվար թե գտնի, օրինակ եմ բերում, հա, կամ կենցաղային ամեն մի հարց բացատրելը լուրջ խնդիր է իր համար։ Պարոն Սարդարյան, տվյալ դեպքում Չինաստանի քաղաքացին էլ հույս չունի։ Տեսեք, Սեյդե ջան, սին Yingzhou-ը իրականում այս պահին շատ փոքր շանսեր ունի։ Մեզ երբ որ դիմել են արդեն վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտ կար եւ վճռաբեկ դատարան բողոքարկելու իրավունքներ դեռևս պահպանված։ Մենք մի փոքր հույս ունենք, որ վճռաբեկ դատարանը այստեղ կտեսնի, որ կա նմանատիպ գործերով իրարամերժ դատական պրակտիկա եւ դատական միատեսակ պրակտիկա ապահովելու իր գործառույթն իրացնելու շրջանակներում գործը կվերցնի վարույթ եւ կքննի։ Ես չեմ կարող ասել, որ վճռաբեկ Ատյանը իր արդյունավետության առումով շատ բարձր արդյունավետություն ունի, գուցե դա ծանրաբեռնվածությամբ է պայմանավորված, գուցե անձանց ճակատագրերը այդքան չեն ուզում վճռաբեկ դատարանին եւ ինքը ավելի շատ նայում է կոնկրետ օրենքով նշված նորմի շրջանակներում է ամեն ինչ թե ոչ, որտեվ եթե մենք նայում ենք օրենքով նորմի սահմանված պատժի մեջ է ամեն ինչ, հա, կարծես թե օրինական պատիժ է, բայց այն, որ այս հանգամանքների համատեքստում դա չափազանց դաժան է, անմարդկային, այն, որ դա
հակասում է այլ գործերով դատական պրակտիկային, մենք կարծում ենք, որ կարող է սա հիմք հանդիսանալ, որ Ոչռաբեկ դատարանը ընդունի վարույթ եւ քննի։ Ես հասկացա, որ մեր դատական համակարգը շատ դաժան է։ Շնորհակալություն, դուք դիտում եք Արդարադատության ինդեքս հաղորդաշարը, մնացեք մեզ հետ։